կինես ամոթա ես, չի կարելի, սենց հրա, հա, սենց շնչի, նենց մի շնչի, տանիքի անդամներն էլ խոչընդոտում են ու ասում են ոնց որ քաղաքականությունը կնոջ տեղ չի, մի խոսքով խոհանոցն է եւ այլն, լսել եմ մի աղջկային, ով ասում էր, «Էլ ինչ տղամարդ եթե չծեծի, կնոջը սպանել են քիչ, մի հատ է տակը գրել են խեղճ ամուսինը, երևի ստիպված ա եղել, տղամարդուն ղզիկ ասել է ինչա թե լացումը դա նորմալ չի, հաճախ կանայք գիտակցում էլ չեն, իրանք բռնության մեջ են, իրանք ընկալում են դա որպես նորմա։ Կապիտ մազերից այս սկսենք։ Podcast ստիկած դուելսկած։ Հա Մարիամ, քաթանինք։ Քաթանինք, շնորհակալություն հայտնելով մեր բոլոր դիտողներին, ով եք արդեն 2 տարի է հետևում անմաս։ Ու այսինքն սոր շատ կարևոր թեմից ենք խոսելու, կանանց մասին ենք խոսելու, իսկ նրանք ով եք մոզ եշմն ասում են, այդ խե մենակ կանանց խե կարող է մենակ կանայքն եւ այլն, այս եթերի ընթացքում նաեւ այդ մասին ենք խոսելու, թա խե հենց կանանց իրավունքների մասին ենք խոսում, ու մեր հյուրն է կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպության հիմնադիր Կարինե Դավթյանը, նշենք վեր հասարակական կազմակերպությունը գործում է Գյումրի, դա կոնկրետ ինձ էդի շատ կարևոր փաստ է, հաշվի առնելով այն մարզերում ինձ թվում է խնդիրը ավելի խորքոն է կամ էլ օնեվեջ գուցե սոր Կարինեին հետ նաև այդ հարցերը կքննարկենք Մարիա։ Կարինե ջան կամ ջան Սիրելի Կարինե։ Սիրելի Կարինե, շատ դեպքերում տղամարդիկն իրենքն սկսում բոյկոտելու ասում այդ խմած առանձնացրալակ։ Հիմա ուզում եմ այդ հարցին հենց առաջինը պատասխանի գոհանցնիկ բուն թեմային։ Խեինք առանձնացնում կանանց, խեին այս դեպքում տղամարդիկ կոպիտ ասած ստվերվում, հա։ Շատ մերսի իրական Մարիամ ջան հարցի համար, որովհետև ինձ էլ այնքան ասում են, այնքան ուրախ եմ այս հարցը, որ սենց վերջը խոսելու ենք նաև հանրայնորեն։ Ուրեմն ասում են անդադ ինչի տղամարդկան չէ, ինչ ես ասում կանանց։ Հիմնականում պատասխանը այնքան պարզ է, կան լիքը հետազոտություններ, որոնց ես տիրապետում եմ, կան բացի դրանից ես նաև աշխատում եմ ոլորտում։ Տեսնում եմ 90%-ից ավելին հիմնախնդիրները, իրավունքի խախտումները, բռնությունները, խտրականություն եւ այլն կանանց նկատմամբ են, հա, աղջիկների նկատմամբ են հիմնականում։ Դրա համար իրականում մարդու իրավունքները համընդհանուր են, հարգվում են բոլորիս կողմից, բոլորի համար կարևոր են եւ արժեք են։ Բայց այդտեղ այնքան կարևոր է հասկանալ, որ եթե կան խմբեր, որոնք տարանջատվում են ու անհամաչափ է իրավունքի խախտումները, մենք ստիպված պիտի առանձնացնենք քաղաքականության ու պաշտպանության տեսանկյունից ավելի շատ, հա, ոչ թե առանձնացնում ենք, որ թիրախավորենք կամ բան, այլ ավելի շատ հասկանանք ինչ պաշտպանական մեխանիզմներ կարան ավելի լավ գործեն, ավելի հասցեական լինեն։ Ըստ մի հատ բան կա, վեր ասում են, վեր կանայք հենց իրանքն այդ խտրականության նաև ինչ վերտեղ մեղավերը հաշվի առնելով վեր չէ որ մունքն խոխապերում, այդ խոխորցը մեջ ինչ որ արժեքն է ձևավորում, այդ թվում նաև խտրականությունը երևի ինչ որտեղ ստի ասած մունքն կսվրցնում, դու ինչ ես մտածում, դուզն անում վեր կանած այս հարցը մեղադրում ընթա չէ։ Ո ինչ ուրախ եմ սենց այն հարցերը որոնք միշտ կարտադիպային է իրականում եղել, այս նույնը ես լսում եմ հիմա ու պետքա պատասխանեմ սենց, շատ ուրախ եմ։ Նայեք, Տաթև ջան, տես, ուրեմն սենց է հետևյալը։ Հիմնականում կանանց հա մեղադրում են շատ եմ լսել, հենց կանայք են մեղադրում, հա, եւ կանայք են այս կարծատիպերը կրողները։ Ինչի են կրողները, ես ինքս իրան չեմ մեղադրում մեր կանանց, որովհետեւ մենք փոքրուց մեծանում ենք մի միջավայրում, տանը նույն բանն են ասում, կինես ամոթա ես, չի կարելի, սենց հրա, հա, սենց շնչի, նենց մի շնչի, հետո մանկապարտեզում աղջկա խաղալիք, տղու խաղալիք, աղջկա հագուստ, աղջկա գույն, տղու գույն եւ այլն, հա, սկսում է։ Հետո արդեն դպրոցում աղջկա մասնագիտություն, տղու մասնագիտություն, ու սկսում է սաղ էս կնոջը չի կարելի, աղջկան էսա, տղուն էսա, կարելի մի խոսքով, այս կարծատիպերի մեջ մեծացած մարդիկ մենք բոլորս, մենք բնականաբար բոլորս ունենք ինչ-որ կարծատիպեր, որոնց վրա որոշներս աշխատում ենք, երբ գիտակցում ենք, բայց միշտ չի որ մարդը գիտակցում է, որովհետեւ դրա մեջ այնքան է սենց ասած է, այնքան է լսել, այնքան դա է մտածում նորմալ, որովհետեւ մենք մարդիկս միշտ չի որ տեսնում ենք այլ աշխարհել գոյությունն է, ավելի գունավոր, ավելի առողջ, ավելի հանգիստ։ Մենք մտածել ենք, որ սա ենք տեսել, սա ենք ընդօրինակ է։ Ոնց է օրինակ երեխեքը, որ բռնությունը կրկնօրինակում են, նույն բանն է, չէ, ինքը հետա տեսել, մտածում է օրինակ երեխան մտածում է հոր վարքը կրկնօրինակի, աղջիկն է մտածում է հոր մոդելը, ենթադրենք, հա, եթե բռնարը ենթադրենք, ինքը նույն մոդելի ամուսինը փնտրում, հա։
Մոտավորապես այս է, էլի պատճառը ու ես կանանց հիմնական չեմ մեղադրում։ Փոխարենը մենք պիտի ուղղակի փորձենք աջակցենք, որ մարդիկ եւս հասկանան այս տարբերությունը։ Կան իսկ իլայլա ինչ-որ դեպք, որից հետո որոշված վեր պիտի հենց կանանց իրավունքներով զբաղվիս ու Գյումրիում հենց հիմնիս ՀԿ վերը հենց կանանց իրավունքներով զբաղվան։ Կա արդյոք ինչ-որ անձնական պատմություն։ Իրականում մի դեպք չի, որ բերել է այս ոլորտ, բայց ավելի շատ համախառն ընդհանուր կուտակային փորձն է ինձ բերել, բայց հա, եղել է իհարկե, ու հատկապես ինչի մարզում, որովհետև այդ ժամանակ մի ժամանակ ես հետո արտերկրում կազմավորում էի, հետո եկա Երևանում էի բնակվում, բայց հասկացա, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, հետո հասկացա մարզերի համաչափ զարգացումը, հետո ինքս էլ լինելով Գյումրի, հա, Գյումրիում ծնված մեծացած աղջիկ, ես լավ գիտեի, որ մենք էլ ենք մեր քաղաքում, մեր մարզում ահագին կարծրատիպացված հասարակության, հա, տեր։ Եվ ես էլ եմ բախվել շատ խնդիրների, սկսած տանը, կրթական, աշխատավայրում եւ այլ ոլորտներում։ Ես հասկացա, որ այս կուտակային փորձը, որ ես ունեմ լինելով օրինակ մասնագիտությամբ իրավաբան, հիմնախնդիրներով զբաղվող անձ, ես պատկերացնում եմ, թե մյուս կանայք, որոնք չեն զբաղվում, ինչքան շատ է ավելի, հա։ Ու մտածեցի բնականաբար նաև իմ անձնական պատմության պատճառով եւս որ ինքս էլ ոնց որ բռնության պատճառով էր որ այս ոլորտը հենց որոշեցի, որտեղ շատ տարբեր ոլորտներ են փորձել եւ հիմնականում երեխաների հետ աշխատանք, բարեգործական կառույցներում եմ աշխատել շատ տարբեր, հա, մշակութային, բայց որոշեցի մարդու իրավունքների, որովհետեւ ինքս էլ ունեմ իմ պատմությունը ու մտածեցի, որ ավելի ճիշտ է հենց մեր մարզում ու հենց հավանաբար երևի ես էլ իրավասությունը ինքս ինձ տվեցի, որ ես կրում եմ այդ խնդիրները ու ես կարող եմ նաև նենց անել, որ իմ խնդիրը մյուսը ոնց որ չբախվի։ Ու ավելի կարևորը ոչ թե նա, որ 1, 2, 3 հոգու խնդիր լուծվեր, այլ համակարգային խնդիր։ Բայց այդ ժամանակ ես նաև հիշում եմ, որ ասում էի կազմակերպությունը հələ չէր հիմնադրել նոր այդ սկզբնավորման փուլում էր, ասում էի անգամ եթե մեկի կյանքը փրկվի, փոխվի դեպի լավը, ես կառույցի նպատակը կասեմ, որ հաջողել է։ Ձեզ երբեք չէի պատկերացնում, որ հազարավոր կանանց մասին կխոսենք ու հազարավոր արդյունքների sense դրական։ Մենք ինչը զգում այդ որոշակի ժամանակ անց, իդեպ ինչքան վաղ տավե կառույցը գործում է ու ինչս դու զգում տարիների հերվից հիշելով այն սկիզբը վեր դու հունց պատկերացրա ու այն արդյունքը ինչին հսալս դու ու մնացած գոլեգաnet։ Կառույցը 2017-ին է ստեղծվել հոկտեմբեր ամսին, 8 տարի արդեն գործում է, այս հոկտեմբերին արդեն 9 կլինի եւ արդեն կամած կգնանք դեպի դեռահասության տարիք կառույցի։ Իրականում կառույցը որ ստեղծվեց ու այդ ժամանակ բնականաբար շատ ծանր էր, օր ու գիշեր անգամ առողջական խնդիրներ կողքի դնելով, շաբաթ-կիրակին, գիշերային ժամերը եւ այլն, հա։ Պլյուս դրան չունեինք ընդհանրապես ֆինանսական ռեսուրսներ, 2 եւ ավելի տարի մենք ընդհանրապես ռեսուրսներ չենք ունեցել եւ ես եւ եղբայրս ենք հիմնականում ներդրումներ կատարել ու ինձ միշտ որ ասում էին, օրինակ եթե շահ չունես ինչի՞ տա պետք է, ինձ նենց էի վիրավորվում, նենց էի նեղվում, որովհետեւ ծոկտվերավ այդ հարցներ պատասխանենք։ Հիմնական ինձ համար շատ վիրավորական էր, որովհետև ես գիտեմ դեպի ուր եմ գնում, ինչ նպատակ ունեմ ու ես իրականում անկեղծ ամենայն ազնվությամբ ինձ համար այդքան ֆինանսական ռեսուրսները ինձ համար ռեսուրսներ չէր, այլ միայն ռեսուրսներ, որ ես կարողանայի ինչ-որ գործողություն շահառուների կանանց աղջիկների համար կազմակերպել։ Եվ երբ արդեն այդ տարիների աշխատանք առանց արձակուրդ գնալու երբևէ մի օր անգամ ես հիշում եմ, թե ինչքան հետո կարողացանք ընդլայնել, հիմա թիմը ընդլայնվեց, արդեն ունենք մեր առանձին գրասենյակը, գնված տարածքը, մի խոսքով կամած գնում ենք դեպի սոցիալական ձեռնարկատիրության ստեղծում, որը մեծ հույս ունենք ու հավատ, որ կառույցին կբերի ֆինանսական անկախության, ցենց այս քայլերը, որ ցենց նայում եմ առաջ, շատ դժվար էր դե մենակով նաև ցենց ամբողջ աշխատանքը կատարել եւ միակ աջակիցը այս բարագայում բնականաբար եղբայրս էր ամենասկզբում ով կարող է ինձ օգնել իր հմտությունները օգտագործեցի սկզբից հետո արդեն ինքս սովորեցի ոլորտում հետո արդեն թիմը կամավորները բոլորին իսկապես որի համար շատ շնորհակալ եմ ես ընդհանուր աջակցությամբ հասնելու այս արդյունքներին իսկ ինչ պատմություն այլալ վերավ դու մտածումս վեր սա է հենց հաղթանակը որին հասալս կամ գուցե կան առանձնացված պատմություն որոնք քիզը շատ կարևոր են։
կան շատ առանձնացված պատմություններ, որոնք իհարկե կարևոր են, այնքան կարևոր են, որ ես տեսնում եմ կառույցի տրված արդյունքը, օրինակ, երբ տեսնում եմ կինը եկել է ամենասկզբից խեղճացած, բռնության օրինակ, հա դեպքով, շատ խեղճացած նաև հոգեբանական առումով, հա, հետո արդեն ինքը ունի մասնագիտություն, ինքը արդեն մեր կողմից ֆինանսավորվել է համայնքային ծրագրեր է իրականացրել, արդեն իրանց համայնքում ավագանու անդամը մի խոսքով այսպես առաջընթացը տեսնում են, ցենց առանձնացված շատ դեպքեր ունենք, որ մեկը իր հասարակական կազմակերպությունն է բացել, մեկը մեկ այլ տեղ է արդեն աշխատում, այն մեկը դասավանդում է, ցենց շատ տարբեր ունենք, բայց հիմնականում ընդհանուր որ տեսնում եմ այս ցուցանիշը, ինչքան են մեզ դիմել, ինչով են օգնել ու ինչքան մարդու կյանքա փոխվել, այս հստակ ինձ համար այն որ 1000 հատ շնորհակալությունից ավելի վեր է, որովհետև միշտ ընկերներս հարցնում են, լավ, sense դժվար ոլորտում ես աշխատում։ Ոնց ես մնում sense լավատես կամ էներգիատերուն ես աշխատելու։ Ես իրական հենց այս նույն պատասխանն եմ ասում եմ, մենակ այդ ժպիտը որ տեսնում ես, անգամ արտաքինն է անձանց փոխում, երբ ավելի ինքնավստահ ես։ Այո, ապրեք, անկախության ժպիտ։ Այո։ Շատ հավես է այդ ամենը տեսնել ու մենակ դա է որ ասում են թևեր տալիս էսա թևեր տալի մասը շատ լավ է բայց տրահակառակ կողմից էր կոզիմ խոսիմ արդյոք կառույցը լավ է ընկալվել տեղի հանրության կողմից հաշվի առնելով այդ բոլոր կարծրատիպային մտածելակերպը վեր մեր մեջին կա այլ չեմ ասում մազերիդ գույնը կապույտ մազեր ավախչիկ հունցա այդ ամեն ինչի քիզետի տա մարտահրավերավերին դու ընդհանրաչքին ամս թա երբեմն կարե կոտրետա քեզ աղջիկներս ինչ հարցեր են որ չգիտես որտեղից սկսես այնքան բան կա ասելու կապույտ մազերից է սկսենք որովհետև ես հիշում եմ որ ես այս ոլորտում երբ մազերից կապույտ ներկեցի արդեն մի քանի տարի է սկզբից մարդկանց համար այդ որպես բոյկոտ է այլ իդեպ թա իսկապես ցանկություն սիրուն իրականում սկսվեց ամեն ինչ իսկապես ցանկությունից բայց հետո դարձավ բոյկոտ որովհետև շատ արդեն հա փորձում էին էլի կարծատիպեր եւ այլն ես մտածում եմ եթե ես ոլորտում աշխատում եմ ինձ սենց խտրական են մոտենում ես պատկերացնում եմ այն մարզներին որոնք ոլորտի հետ կապ չունեն ինչ կանեն եւ ես հիշում եմ անգամ որ եղել է նաեւ կրթական հաստատություններ պետական տարբեր հաստատություններ եւ իրազեկումներ շատ են կանում հա տարբեր ֆորմալ հանդիպումներ բան ես հիշում եմ գրել էինք թեմաները օրինակ ֆեմինիզմ հավասարություն այս ինչ են ինչ ասել էին այս օրինակ աշխատանքային իրավունքները օքեյ է կընդունենք այս ինչը օքեյ է բայց այս թեմաները չէ սկսած նախատեղից կազմակերպությունը եւս հասարակության մեջ շատ տարբեր կարծրատիպեր կան, որ իբր ընտանիք են քանդում, բայց չեն պատկերացնում, որ մենք երբեք անձին իրավունք չունենք ասելու բաժանվի կամ հակառակը ասենք հաշտվի։ Ոչ մի բան, որովհետև դա մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է եւ անգամ ոստիկանների հետ էս պայքար ունենք, որ իրանք չորոշեն անձի փոխարեն դու մենք տեղեկացնում ենք ինքը որոշում է։ Եվ նաև եթե օրինակ կա բռնություն ինչ որ տանը, մենք չենք համարում որ դա առողջ ընտանիք է եւ եթե անձը ցանկանում է դուրս գալ անառողջ հարաբերությունից էմանսիպացվի, ասենց ասած, մենք ոնց որ կաջակցենք, մենակ չենք թողնի բնականաբար եւ այդ առումով կառույցը եւս որոշակի կարծատիպերի բնականաբար ենթարկվել է։ Ու ես հիշում եմ շատ հիմա դեպքեր հիշեցի, որոնք կեսը նաև ասելու չեն, բայց այնուամենայնիվ հիշում եմ նաև բռնության ենթարկող մարդիկ են գալիս բռնարներ մեր գրասենյակ, սպառնում են եւ այլն, եւ այստեղից էլ ոնց որ պայքարներ սկսվում եւ պետական մարմնի, եւ հասարակության հետ, եւ բռնարների հետ։ Մի խոսքով բոլոր բաներով պետք է այդ կռիվները տանենք, բայց հիմա կարելի է ասել ավելի հաջողվել ենք, որովհետեւ հիմա եւ պետական մարմիններն են կարողանում համագործակցել տարիների արդյունքում տեսած արդյունքները հավանաբար, եւ ոչ պետական, այսինքն մասնավոր սեկտորը եւ մարդիկ են ավելի սկսել բացվել, որտեւ իրազեկումները իրանց արդյունքը չեն կարող չտալ։ Կարինե ջան, իսկ կա Հայաստանում մի ոլորտ կամ մի կետ, որտեղ տեսնենք վեր շատ կողքրտվում կանանց իրավունքները եւ ինչքան էլ փոխվում է իրավիճակը, դա մնում է էլի անլուծելի եւ մեծ խնդիրներով կետ։ Իրականում հա կան իհարկե ոլորտներ, ես
թվարկեմ 2-3-ը, բայց չի նշանակում, որ մյուս ոլորտները ավելի պակաս են։ Այնուամենայնիվ դե ընտանեկան բռնությունը Հայաստանում բարձր ցուցանիշ ունի, այս 25 թվականին տարվա կտրվածքով 1600 քանի սեր, թիվը չեմ հիշում, եկեք այս անցնենք, բայց բացահայտվածները։ Բացահայտվածները կրկնակի այդքան չբացահայտվածներն են։ Դա բռնության ցուցանիշի մասով դե տարբեր տեսակներ գնալով ավելի շատ թվերը շատանում են իրազեկվածության եւ վստահության բարձրացման ֆոնին, միևնույն ժամանակ աշխատանքային իրավունքների խախտումներ, օրինակ կամ թերի վարձատրություն, զերով պայմանավորված խտրականություն, շահագործում եւ այլն, հա, կամ սեռական ոտնձգություն աշխատավայրում, որը տաբուացված է, չի խոսացվում ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանում, ու այս էլ բարձր ցուցանիշ է ու անգամ հետազոտություն էինք իրականացնում, հատկապես կոവിഡ്ի ժամանակ, գիտեք, որ հիմնախնդիրը ավելի ցուցուն sense դարձան ու այդ ժամանակ ստիպված ոնց որ կարիքների գնահատում արեցինք, ուզում էինք հասկանալ ինչ է կատարվում այսքան sense մասշտաբային ազատումները ապօրինի չվճարել է եւ այլն ու ակնհայտորեն այն հարցին որ աշխատավայրում սեռական բռնության ենթարկում եք բոլորիդ կամ չգիտեմ էին պատասխանել կամ չէին ցանկացել անցել էին հարց սա ակնհայտ ցուցիչ է նաեւ որ այո մենք ցուցիչ չունենք կարող է թվեր կան հա գիտեմ որ ուրիշ թվեր կան բայց ինքը ամբողջ հայաստանյան ասենց ասած պատկերգուցե այս պայն ցույց չի տալիս։ Եվ մարդիկ հիմնականում չեն խոսում այս խնդիրներից։ Նույնն էլ կարամ ասեմ քաղաքական մասնակցության ոլորտում, որ իրավական առումով, հա, որոշակի լուծումներ գտնվել է, բայց այդ նույն հավասար մասնակցությունը, հավասար հնարավորությունները բոլոր սեռերի համար չկա դրված։ Շատ դեպքում այդ պարտադրանքն ազուտ վեր ստիպում է վեր օրինակ եթե ընտրացուցակների օրինակ պետք է ինի այսքան 20% կամ 30% կին ուղղակի պետք է ինի, բայց եթե դա պարտադրովի չի իներ, դա բնականաբար ինել չէ։ Գենդերային քվոտայի մասին, հա, բայց ամենախնդիրը գիտեք որն է, որ անհասկանալին է նա որ կուսակցությունը եւս մտածում են որ հաջորդը պետքա կին լինի այնինչ ոնց որ չի գրված կոնկրետ սեռը այլ հակառակ սեռը գրած բայց մարդկանց մոտ այնքան դե մեր մոտ բոլորիս մոտ կարծատիպը որ մենք միշտ մտածում ենք հակառակ սեռը տականայքն քաղաքականության մեջ եւ հետո քաղաքականության մեջ մենք էլ որ աշխատում ենք այսքան տարի կանանց հետ մեր իրանք հիմնականում ասում են որ ընտանիքի անդամներն էլ խոչընդոտում են ու ասում են ոնց որ քաղաքականությունը կնոջ տեղ չի մի խոսքով խոհանոցն է եւ այլն մենք նաեւ արշավ ենք անում այս մասով որ կնոջ տեղն այնտեղ է որտեղ նա ուզում է որտեղ ոնց որ եթե անգամ խոհանոցն է ուզում օքեյ բայց ոնց որ չէ էլի թողեցիք ինքը որոշել ես նաև հիշում Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի ժամանակ վեր էլի եւս մեկ անգամ այդ թեման ստի ասած խորացվալ է երբ որ ինքը ասավ ես ընտրում ընտանիքս տպավորություն ստեղծել է վեր բոլոր են կանայք վեր նաև կարիերային անում իրանք ընտրում չն ընտանիքը ու նաև այս մասին մոզալ խոսենք ասում են վեր մունք կանայքս հատկապես ասում ենք վեր եթե օրինակ մունքին են երկրների ղեկավարներ երևի կռևներ չլինել էսեն, բայց մենք Հայաստան ունենք նախարարներ եւ այլ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ վեր կանայքն, արդյոք կարծումս վեր տա քչացրալ բռնությունը մեր հասարակությունում եւ եթե հա կամ չէ, ապա խե Հետաքրքիր հարց է։ Իրականում հա դե այս ամեն ինչ որ լսված է, ես էլ լսել եմ, նաև ավելին ասեմ, մեր հյուրերին երբ օրինակ падգամավոր փոխնախարար կանանց հրավիրում ենք մեր տարբեր հանդիպումներին, իրանք էլ են այս նույնը ասում։ Ես կասեի, որ կանանց միշտ ասում են, որ էմոցիոնալ են, որոշումների կայացման ժամանակ խանգարում է էմոցիան, էսա այն է, բայց հիմնականում ես մտածում եմ, որ կանայք ոչ թե էմոցիոնալ են, այլ գուցե էմոցիոնալ, բայց նաև որոշումների կայացման մեջ շատ հստակ են եւ հեռատես են, բավականին վերլուծող են։ Ես չեմ ասի, թե աշխարհում բոլոր քաղաքականության մեջ մտնող կանայք վերջ ոնց որ ամեն ինչ գիտեն, չէ, բոլորս էլ զարգանալու փուլում են։ Կան տեղեր, որ այո, կանանք է պիտի աշխատեն, բայց դա չի նշանակում, որ օրինակ չէ դնում են մարդիկ, որ մենակ կանայք պետքա դասընթացներ անցնեն, վերապատրաստումներ անցնեն, բայց չեն ասում, որ նույն քաղաքականության ոլորտում մտնող տղամարդիկ եւս շատ բան տեղյակ չեն շատ բաներից եւ լավ կլինի որ վերապատրաստումներ հմտությունների զարգացումը անգամ լինելով քաղաքականության մեջ լինի բոլորի համար հավասար ոչ թե դիտարկվի որ կինը պետք է այստեղ գիտեք խնդիրը որն է որ էլի կարծատիպով պայմանավորված ուրեմն կանայք 10 անգամ ավել են աշխատում որ մի X կետում հասնեն հա այսինքն եթե օրինակ ասում են падգամավորի առաջարկ այդ լինելու առաջարկ են ստանում առաջադրվել 10 անգամ կմտածեն, 10 օր կվերլուծեն, բայց եթե տղամարդուն նույն ասում են վարկանական կարող է պատասխանի այո։ Այսինքն կանայք կրկնակի աշխատանք են տանում, որ
ճակերտավոր հասարակությունը արժանի համարի, բայց դա էլ հավասար հնարավորություն չեմ կարող դիտարկեմ, որտեվ բոլորի համար պետք է լինի հավասար այդ ճանապարհը։ Կարինե, նաև շատ հաճախ կանայք գիտակցում էլ չն, իրանք բռնության մեջ են, իրանք ընկալում են դա որպես նորմա։ Ոզում պատար տրանախոսինք, ինչա պետք կնոջը վեր ինքը հասկանա ու զգա վեր մինպեն յուրանը հետ են չկատարվում ու ինքը կարե տա փոխը։ Ես այս ընթացքում հիշում էի, որ գնացել էինք գյուղական համայնք իրազեկման հերթական, միշտ գնում ենք էլի մեր հանդիպումներ կանանց, տարբեր օրինակ ուսուցիչներ, աշակերտներ, տարբեր խմբերի, երբ ես ասում եմ օրինակ բնության տեսակները բան, բացի ֆիզիկականից մարդիկ այդ ժամանակ ոչինչ չգիտեին ու զարմանում էին, անգամ սեռական բռնություն չէր ընկալվում ամուսինների մեջ որպես բռնություն եւ այլն։ Հետո վերջում ասում Փաստորեն ես բռնության մեջ եմ, sense բոլորի մոտ բարձր ես եմ, դե մենք էլ կոնֆիդենցիացիոն բան պահում ենք, բայց ինքը տենց ասեց, խեղճ զարմացած շատ բաներ, որ մարդը մոռացեց։ Այսինքն այսինքն ինքը այնքան չի մտածել, որ սա բռնություն է, որ դա այդքանի մեջ կարողացավ էլի ասել։ Սա շատ sense անկեղծ զարմացած մարդ է, sense բարձր ասում է, փաստորեն մենք ասում եմ դե եթե ոնց որ կարծում եք, կարող եք դիմել, աջակցություն կստանք եւ այդ դեպքերը շատ են ու քանի որ մենք հազարավոր կանանց հետ ենք աշխատել ու դեռ շարունակում ենք աշխատել, հիմնականում այո չի ընկալվում։ Նույնը օրինակ չէր ընկալվում, որ ասեմ տնտեսական բռնություն, անգամ բառը չէր ընկալվում, ինչ տեսակա դա։ Հիմա արդեն թվային բռնությունն է, որ թվայինի մասին ենք խոսում արդեն 25 թվականից նոր դեպքերը այնպես չի, որ 25-ից առաջ չկար, ուղղակի որպես այդպեսին միշտ այդպես է, չէ, որ տերմինը սկզբից գոյություն չունի, երևույթը կա, հետո արդեն դրան անուն է տալիս։ Թվային վերանունը տամս ավելի լավ է սկսում գիտակցել ինչա կատարվում։ Շատ համաձայն եմ իրական, ու տենց էլ եղավ։ Թվային բռնության տենց ցուցանիշներ որպես այդպեսին տենց շատ հստակ չկա, որտեղ վերջին շրջանում սկսվեց հավաքվել։ Օրինակ 25 թվականին Հայաստանում 51 գրանցված դեպք կա, դե 10 անգամ ավելը չգրանցված դեպքերը։ Օրինակ չգիտեմ, շանտաժ են անում, բան են կիբերհանցագործություններ, կիբերհետապնդում, սթոքինգ եւ այլն, այս ամեն ինչը ոնց որ առցանց տիրույթում է։ Մենք իրական դեպքեր ենք ունեցել, երբ ամուսինը տասնյակ տարիներ միասին ապրել են, բայց հետո ամուսնալուծությունից հետո կիսամերկ կնոջ լուսանկարները իր ընկերների հետ է կիսե։ Այն մյուս դեպքը, երբ Նազարական հարաբերության ժամանակ գաղտնի տեսանկարը հանելա, հետո շանտաժը արե։ Մի խոսքով շատ են տենց դեպքերը, որ այն մյուս դեպքը, որ հագուստը պատառոտել է, հետո էլի նկարել է, շանտաժ արե, որ տնեցիներին ցույց կտամ, եթե մի խոսքով ոնց որ չշարունակես եւ այլն։ Այսպես դեպքերը անգամ այնքան շատ են, որ մարդիկ մտածում են մեզ հետ չի կարող պատահել, բայց դեռահասներն էլ եւս թիրախումբ են, որտեվ գիտեք fake կեղծ հաշիվներով, օգտահաշիվներով կարան գրեն ցանկացած բան եւ համոզեն հատկապես դեռահասներին ու անչափահասներին այնքան հեշտ է համոզել իրական եւ շատ դեպքերում նաեւ թվային բռնությունը օրինակ երբ օրինակ թվային հարթակում վերահսկողությունն է, հա, անընդհատ վերահսկողություն գաղտնաբար վերցնել, հետեւել, մի խոսքով ամեն ինչ Սովորական է ինձ թվում է շատ ընտանիքներում ու ցավոք վեր մտածում չն մարդիկ վեր դա էլ բռնության տեսակ ու վեր շատ հանգիստ կարին իր հեռախոսի պարոլ գիտեն, իր հեռախոսի նամակներ ընթերցին եւ այլն։ Ինչքանով են մարդիկ տեղեկացված վերսաբռնությունն ու քո կարծիքում սա ինչքանով է տարածված Հայաստանում։ Իրական sense ոնց որ իմ կողքից տպավորությունն է, որ մարդիկ բաժանվել են ճամբարների։ Մի մասը ասում է, որ դա իմ անձնական տարածքն է եւ դա հարգանքի ենթակա է։ Մյուս մասը ասում է, որ եթե գաղտնիք չունես, ել ինչ ունես թաքցնել, ուրեմն ստացվում է, որ Yani այն մարդիկ, որոնք ասում են անձնական սահման, իբրև ոնց որ բանն են թաքցնել, տենց է չէ գալիս, բայց իրականում բնականաբար սա անգամ եթե որևէ գաղտնիք չունեն, չպիտի կիսվի որևէ մեկի հետ, կլինի ընտանիքի անդամ, կլինի սիրելի որևէ մեկը, զուգ ընկեր եւ այլն, սա նորմալ չի, որտեվ իսկապես անձնական տարածք է եւ անձնական, ինչպես մենք պիտի ունենանք անձնական տարածք, երբ օրինակ տխուր ենք եւ այլն անձնական, հա, առանձնանանք, ինչ որ սենյակում նստենք ինքներս մեզ համար, նույնն էլ առցանց հարթակում պիտի ունենանք մեր սեփական տարածք, մեր առանձին հատվածը։ Ու հատկապես եթե սա պարտադրանք է, սա հիմնական վերահսկողություն է։ Ուղղակի մարդիկ սիրո
հետ են ասոցացնում եւ ռոմանտիզացնում են այս վերահսկողությունը։ Ոնց է օրինակ ես նաեւ լսել եմ մի աղջկային, ով ասում էր, «Էլ ինչ տղամարդ եթե չծեծի, էլ ինչ տղամարդ եթե ես չանի, այն չանի», նույնը գիտեմ, որ ռոմանտիզացվում է այս վերահսկողությունը։ Ես գիտեմ, որ մարդիկ սխալ կարող են անկալումներ ունենան, որովհետեւ ֆիլմերից էլ ենք, հա, դա նայում, օրինակ վերահսկումը կամ բռնության է ենթարկում, սա գիտի թե սիրում է, խանդում է, մծացանք ռոմկոմների տակ, անհայտ բաժանորդը հիշեցի, որ ամեն ինչ փլուզվում է, հենց երբ զգում ես որ անձնական տարածքը հանրային է դառնում ու հեռախոսների զանգերի պարունակությունը ընկալում ինչ կարե ինչի վերածել։ Այդ կակրած նրանից այլայլվել բոլոր ինձ թվում է այն մարդիկ վեր գիտում վեր իրանց հեռախոսը մենակ իրանց չի հասանելի, շատ զգույշ են իրանք իրանց թվային գործիքինը հետ, ավելորդ այսպես կոչված բոլոր հաղորդագրությունների ջինջում են, այս մեկ է մյուս տրայտը իրանց հետի ավելի դիստա։ Իսկ քանի մեր այդ ֆիլմում բոլորը իրանց անձնական տարածքն են պահպանել, իսն է պատկերացրավ չվեր կարետի տրայտի շատ են աբացայտվել, այս նրան հետ իմ ասում վեր դիչի վեր հու թույլ չտամ իրան թվային գործիքը լոխյորոնին ինքը օն է թաքցեն, իսկ նրանք ուվեք չէ, հակառակը նրանք ուվեք բացն այդ առումով ավելի շատ բեն ստիպվածինում թաքցնին ու դա երևի թե նորմալ է։ Էսա կտրելու ված դեմքի տիանտի մտածա։ Իրականում նաև այստեղ այս թվայինի ժամանակ կանխարգելիչ մեխանիզմները իմանալն է կարևոր, որ մարդիկ պետք է իրազեկվեն։ Իրազեկվածությունը բավականին ցածր է ու ես կգնահատեի որպես գուցե սուբյեկտիվ հնչի, որ ցածր է ու դրա պատճառով է այս ամեն ինչը ավելի շատանում ու գնալով ավելի շատանալու է։ AI-ը արհեստական բանականությունը շատ լավ բան է իմ տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ շատ ռիսկային, շատ մի հատ նենց հնարավորություններ տվող ինքը բաներ է տեխնոլոգիա, որ եթե մարդիկ կարողանան սա օգտագործեն դեպի վատը, սա շատ աղետների հնարավոր է նաև բերի։ Օրինակ, deepfake-երը, որը հիմա դժվար է տարբերակել անգամ մասնագետներին, ձայնը, դեմքը, շարժումը, ամեն ինչը։ Սկսած բանեկարները, որ Photoshop-ը եթե առաջ մի ձև տարբերակում էր, հիմա այնքան մաքուր է, այնքան սիրուն է արվում։ Ես վստահ եմ 26, 27 եւ մյուս թվականին ել ավելի կատարելագործվելու է։ Ավելին ասեմ, թվային բռնության ուրիշ հավելվածներ կան, որոնցով եթե օրինակ հավելվածը արդեն հեռախոսում մարկա է անցի, հնարավոր է իր գտնվելու տեղանքը, ձայնագրելը, գաղտնի եւ այլն, սրանք այս ամեն ինչը հիմա այս պահին հնարավոր են առանց անձի թույլտվության եւ սրանք եւս վերահսկողության շատ կլասիկ տեսակներ են, հա, որոնք ցավոք կրկին ռոմանտիզացվում է։ Կարինե, իսկ ինչքանավա ԶԼՄ-ն փորձում լրատվամիջոցներ, ինչքանավան փորձում լուծին խնդիրը ավելի շատ օգնում են, թե դեպքերային վերխանգարում են կուզեի որպես իրավաբան մեր գործունեության մասին էլ խոսիս։ Մազել կարկոցենք իրականում Մարիամ ջան, տես կան կոռեկտ էթիկական կանոններին հետևող մեդիա դաշտի մարդիկ ներկայացուցիչներ, որոնք որևէ կերպ չեն խանգարում, ուղղակի իրազեկում են, լուսաբանում են, բայց կան նաև հակառակը, ենթադրում եմ դուք էլ հանդիպած կլինեք, այնքան ոչ օբյեկտիվ, այնքան ոչ էթիկական ճիշտ վերնագրեր են դնում, արդեն վերնագրից հասկանալի է, որ այդ մարդը գրողը, արդեն ինչ-որ բան վերաբերմունք ունի ու դեմ է ինչ-որ կոնկրետ բռնության ենթարկվողին։ Այսինքն այդ պատճառով ես միշտ հետևեմ, շատ եմ սիրում կոմենտներ կարդամ, մտնում եմ այդ տեսակի հոդվածների տակի կոմենտներն եմ կարդում ու այն տեսակի, որոնք որ նորմալ օբյեկտիվ ոնց որ նեյտրալ վերնագրերով են։ Տարբերությունը բավականին մեծ է։ Եթե դու արդեն ինչ որ կանխակալ մոտեցում ու վերաբերմունք ունես, դա չի կարող ուղղակի չանրադառնալ։ Ոստեղ ուրեմն գրածա կնասպանության դեպք է։ Ես պարզ հիշում եմ, գրածա նենց ձևով, որ մի խոսքով էլի ոչ օբյեկտիվ ձևակերպմամբ տակի կոմենտները, որ կնոջը սպանել են քիչ, մի հատ տակը գրել են խեղճ ամուսինը երևի ստիպված ա եղել, այսինքն սպանելու դեպքում խեղճ ամուսին բառակապակցությունը չկա, բայց ամուսինը խեղճ է։ Հասկանաք, այնտեղ տակից լեգենդներ, որովհետև վերնագիրը արդեն իսկ կրկնակի զոհականացման նման մի հատ sense վերնագիր է։ Բայց եկ վերնագիրն էլ, այսինքն որովհետև կավալասանին հասկանալի չինի, ինչի մասին է խոսքը, մոտավոր հիշումս ինչ ձևակերպում ալա վերնագրում։ Այդ չէ, դա ձևակերպումը կդժվարանամ հիշեմ, որովհետև հակառակ դեպքում սխալ կստացվի, ասեմ, չհիշելով, բայց ես հիշում եմ դեպքը, երբ կնասպանության դեպք էր եւ կնասպանության դեպքի
վերնագիրը ու իր հոդվածը որակավորումները համապատասխան չէր տրված։ Ավելին ասեմ, մենք կոալիցիայի ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ շատ դեպքերում արձագանքում ենք ոչ էթիկական ճիշտ մոտեցումներին եւ բնականաբար էթիկայի հանձնաժողովին արդեն դիմում գրություն ենք ուղարկում, որպեսզի հետևեն, որովհետեւ սա ուղղակի թույլատրելի չի ու սա կարող է հասարակության մեջ կարծիք կազմել։ Ու այդ հասարակության մեջ, որի մեջ նաեւ կանայք, տղամարդիկ նաեւ, այո, տղամարդիկ եւս լինելով հայրիշխանական համակարգի մասնիկներ ու կրելով շատ առավելություններ, ունենալով առավելություններ, իրենք շատ դեպքերում ուղղակի կարող են կանխարգելել, որովհետև եթե տղամարդիկ դառնան մեզ դաշնակից ու պայքարեն մեր հետ միաժամանակ շատ ավելի հեշտ կլինի մեր պայքարը, բայց փոխարենը օրինակ տաքսի եմ նստում, մեկ էլ ես երբ հարցնում են օրինակ ինչ ոլորտում ես աշխատում, ես արդեն գիտեմ երկու պատասխանն ալնում, բայց ամենաշատը էսա, որ ասում եմ կանանց իրավունքների պաշտպանության որ տո ինչ կանանց իրավունքներ, համի տղամարդկանց իրավունքները պետք է պաշտպանվել կամ չգիտեմ ինչ կանանց իրավունքներ եւ այլն, ու սկսում են նույն պատմությունը ամեն անգամ։ Մի անգամ թե երկու անգամ եղավ որ ասին մոլոդիետ ինչ լավ ոլորտում եք աշխատում, սենց զարմացե քիչ էր մնում հարցնեի իսկապես, որտեվ դուք արդյոք տղամարդ եք։ Այդ լավ էր, բայց ոչ թե լավը, այլ նորմալ է, բայց մենք այնքան չենք լսել որ մեզ համար սենց հա Wow, հա։ Իսկ հետո այդ պատասխանն են քեզ ստիպածն երբևէ վեր հանց պատասխանասից վեր շարունակին վեճ թատու պատրաստես ամեն անգամ նույն ցեխը ընկնես մենակ նրա հետի վեր ստի ասած պաշտպանես քո ոլորտը։ Իրականում ես միշտ հենց այդ էներգիան ունեմ որ պետք է ասեմ ու գիտեմ որ կստանամ նենց պատասխան միևնույն ժամանակ մեկը ասում եմ որովհետև ասում եմ գոնե մեկին ավել իրազեկեմ մի բան փոխեմ այսինքն այդ պահին կարող է ինքնապաշտպանվել ասի չէ բայց հետո կարող է գնա մտածի ես այս մոտեցում ունեմ որ չէ վсё-таки էներգիաս կարելի է դնել իր վրա միշտ ասում եմ Մարիամը մեծից խոսից, ես էլ ուզում պետական քաղաքականությունից խոսենք, այս առումով ինչ բացեր ունենք ու եթե այս պահին քեզ բացառիկ հնարավորություն տան մի օր ավինից Հայաստանի Հանրապետության վարչապետը ամենաառաջին օրենքը այս դաշտում վեր կփոխեիր վերնա Ինչ լավ հարց է։ Պետական քաղաքականության մասին ես օրինակ ավելի շատ միշտ, հա, ադվոկացիայի ընթացքում միշտ ասում ենք առաջարկում ենք, որ ոչ թե հետևանքների հետ աշխատենք, այլ կանխարգելենք։ Մեզ պետք չի հետևանքների հետ աշխատենք անձայր, անձայրածիր։ Մեզ պետքա կանխարգելիչ, նենց որ մենք չաշխատենք դրա հետ, այլ ինստիտուցիոնալ նենց կայացվի, որ մեխանիզմները գործեն։ Կարիք չլինի ՀԿ-ին։ Ապրեց։ Հիմա իսկ այ ինչ կփոխեի, այ ոչ թե օրենք կփոխեի, հարցը օրենսդրական փոփոխության մեջ չի, այլ ես օրինակ կլավարկեի, կլավացնեի, կուժեղացնեի արդեն գործող օրենքը, ինչ որ բացեր կան, դրանք ավելի շատ կվերաձևակերպեի, կփոփոխեի։ Ու դե իրականում վեր կարդումս օրենսգիրքը նաև աշխատանքային եւ այլն, ասում ես, օ, էս ինչ հրաշք, բայց վետյամա հարցնում գործնական դաշտ, օրինակ վրոդիկ իրաց ավեր աշխատանքային հավասար պայմաններ, բայց քինամս վեր գործի ընդունվիս, օզմն տսնան, փսակվածս թաչե, պապլանավորումս խոխաթաչե, որտեվ ստի ասած կինը վերարտադրողական տարիքի է, իրանց հետի պոտենցիալ բեռա, կինը վերարտադրողական տարիքից մծա համարվում է ստի ասած ծեր, այդ էյջիզմի պահն, այսինքն ինչ տարիքում օզմս քինաս գործի մտնիս մի պրոբլեմ կա, որտեվ դու կինս լի սեսը այս մասին ինչ կայսիսլի գործող օրենքներ ու իրականություն հունց կարելի է մոտեցրած տա ուրուր Շատ լավ, իրականում շատ ճիշտ է, որտեղ ոնց ասում եմ, ինքս էլ իրավաբան լինելով, օրենքները նենց չի որ շատ վատ են գրած, հա կան իհարկե բացեր չեմ ասում, թե իդեալական է, որտեղ օրինակ Նիդերլանդներում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը 20 տարի անընդհատ փոխել են, լավացրել են, դա նորմա է, որովհետև հա մենք էլ ենք ոնց որ մի անգամ փոխվել է, լավացվել է, բայց էլի միշտ բացեր կան, որտեղ այնպես դեպքեր են պրակտիկայի ընթացքում հայտնվում, մեկ է տեմես այդ կարգավորումը չկա կամ սխալ Օրինակ ես AI-ի պահա վերհալա նորություն է, բայց արդեն խնդիրներ կան, բնականաբար պիտի նաև լուծումներ առաջարկվի։ Վստահաբար օրենսդրության տեսանկյունից հաստատ լինելու է, որովհետև կամած օրինակ ենթադրենք թվային բռնությունը ինքը քրեականացված, ընտանեկան բռնության մեջ չկա որպես բռնության տեսակ, բայց քրեականացված է։ Բայց իհարկե AI-ի մասով առանձին է պետք մտածել ու անել ու հաստատ վստահ եմ կարվի։ Ուղղակի պետք է իմպլեմենտացիայի
ընթացքում վերահսկողություն լինի, որ կարողանանք օրինակ տեսնել արդյունավետ է գործում թե չէ, որոնք են բացերը եւ այլն, որտեւ սա հիմա մնացել է ոնց որ կոալիցիաների ադվոկացիայի վրա կամ կառույցների ադվոկացիայի վրա, ու կառույցներն են ավելի շատ ջատագում, որ X փոխվի, Y փոխվի, այսինչը փոխվի, ու տենց է փոխվում հիմնականում, հա, ես կուզեի ավելի շատ պետությունը ռեսուրսներ բավարար դներ եւ մարդկային եւ ֆինանսական եւ անհրաժեշտ բոլոր։ Եթե անհրաժեշտ է ու անհրաժեշտ է միջազգային որոշակի փաստաթղթեր վավերացնել ամբողջական, հա, տարբեր լինի աշխատանքային իրավունքին վերաբերելի, ընտանեկան բռնությանը կամ քաղաքականության եւ այլն, որոնք որ համապատասխան։ Եվ այսպես ավելի կլավարկվի անընդհատ ու կկարողանանք միասին ավելի կոնկրետ հստակ մեխանիզմներ ունենանք։ Միևնույն ժամանակ թերագնահատելով նորից հասարակական կազմակերպության նաև կողմից հետևողականությունը, որտեղ ոնց տեսնում ենք իրականությունում կառույցները հետևողական են, որտեղ իրենք են աշխատում մարդկանց հետ ու գիտեն ինչ խնդիրներ ու բացեր կան մարզական դաշտում։ Կարինե, ես շատ հաճախ նկատում վեր տերմիններն էլ մարդկանց հետի Կարին խնդիր տրնան ու երբ խնդիրը ներկայացումս արդեն առանց տերմինաբանության շատ հաճախ ավելի լավ են մարդիկ հասկանում, քան եթե տամը կոնկրետ կառույց տեսք, օրինակ վերասումս գենդերային հավասարություն հասարակությունը արդեն մերժում է, բայց երբ որ զուտ դեպքը բենսանում իրանք են ասում, հա, բայց իսկապես ու նույնը ֆեմինիզմ, նոր դու խոսեցիր որոշակի փաստաթղթերի վավերականությունից ու անուն չտվեցիր, բայց ես հասկացի մեր խոսքը Ստամբուլյանին անա, մենակ էլ չէ, բայց նաև ամենաշատը մեր պարագայում տայաստի բենի թեմա դրալ, ոզում տեսնամ այդ տերմիններին հետ արդյոք կարելի չի տերմինները ինչ որտեղ զիջած հանուն լավ արդյունքների, արդյոք պարտադիր է ամենտեղ, այսինքն ֆեմինիզմ, երբ որ մերժստանանք, եթե կարիս ասիսվեչ ու գործարարք։ Ցույց ու վերաբերմունքը սրան, որպես մզանահատ շատ ամեն դեպքում մզանա ավելի լավ այս ամեն ինչ հասկացող մարդ։ Իրականում երկու մոտեցում կա, որին այնքան եմ մտածել երկար։ Ես կողմնակից եմ, որ եթե օրինակ մերն է, եթե էսա ճիշտը, տենց գնա, ոչ թե որ թաքցնենք, այսինքն թաքցնելը եւս ոնց որ զիջում ես, չէ, խնդիրը թաքցնում չենք, անունը չենք տան, վեր հասկանում ենք, վեր այդ անունին իրան մինորի արդեն մանիպուլյացիա է, ու այդ անունը վղծեցնում է մարդուն։ Դրիվ հասկացա։ Այդ եմ ասում, մարդիկ քանին որ սովոր չեն, օրինակ ֆեմինիզմ է, ասում են ֆեմինիստ են, մարդիկ արդեն ինչ որ կարծրատիպեր են մտածում, չգիտեմ ինչ, ատում են տղամարդկան, ֆեմինիստ կնից։ Վերասում կամա տղամարդատիաց։ Հա, չգիտեմ ինչ, կամ առհասարակ մարդոտիոց, ես չեմ, բայց գիտես, նախ սկսեմ նայած տերմիններից, որ շատ երկար եմ մտածել։ Երբ այն ժամանակ, երբ գրում ենք օրինակ ֆեմինիզմ, գենդերային հավասարություն այսինչենիչ, ու որ մերժվում էր, երկար ժամանակ եմ որ մտածում եմ այսպես ռադիկալ մոտեցմամբ գնամ ու ասեմ, որտեվ էսա ճիշտ ու իրականում այդ պետքա ճիշտը լիներ։ Ես հասկացա, որ օքեյ, երկխոսության կգնամ, ինչ որտեղ մենք չենք կիրառում, հա, տարբեր տերմիններ։ Ու առհասարակ ես աշխատում եմ տերմինախեղճ չանեմ մարդկանց եւ իմ իրազեկումների ժամանակ եւ ոնց որ սենց քննարկումներ, որտեղ սենց բաց པարս որ խոսում ենք ավելի ընկալելի է։ Հիմա ես որ տերմիններով խոսայի, վստահ եմ ոչ մեկ չէր լսել կամ չէր ընկալելի։ Ամեն հարաբերություններին բանակցությունն իրանց արդյունքը տամնից թվում է այս ոլորտում էլ կարելի է երբեմն տերմինը զիջած հանուն նպատակի, որովհետև եթե ասում ես տերմին ու ոչ մին արդյունքի չսսնում, օքեյ, իմաստը։ Ես ավելի շատ լիբերալ ֆեմինիզմի կողմնակից եմ, ինձ ավելի շատ համարում եւ կարծում եմ, որ օքեյ, ես կգնամ այդ երկխոսությանը, կգնամ ոնց որ ես տենց էլ անում եմ, բայց իրականում որ ֆեմինիստական տեսանկյունից ես նայում, ռադիկալ մոտեցումը նրանով է ճիշտ, որ եթե ոնց որ քոնն է, քո իրավունքն է իծնե, հենց ասես դու ուղղակի քոնն ես ուզում վերցնես, ու դու չպետք է ներողություն խնդրես, համոզես, այնտեղ մանիպուլյատիվ ինչ որ բաներ անես, հա, ասածը սա է։ Ու իրականում սա նաև էլի վիրավորական է այն առումով, որ դու պետք է էլի ըստեղ էլ զիջես, խնդրես, մի հատ էլ բան անես, ոնց որ այդ տեսանկյունից։ Մի հատ ապրես։ Գյուղոթում չի մի պենչի ընդհանրեն իրավունք հատս խոսում, բայց ամեն դեպքում ես էլ քո ասած ակասցե լիբերալ ֆեմինիստի կողմնակից, որտեղ միշտ մտածում եմ կարևորը խնդիրը լուծել, որտեղ եթե մին կնեք վեր 30 տարի թակ աուտում, կարե հետո թակ չի օտե
ես յուրան տռնամ օգնած առանց տերմինների, որտեվ ինքը այդ տերմիններից հասկանում չի, ես լավ ատի անում, քանի կշարունակե, թակոտ է, բայց գիտա վեր տերմինը ստիա։ Հենց ասում եմ նաև ֆեմինիզմի մասին խոսացինք, հենց ասում եմ ֆեմինիստ, դե մարդիկ որ չգիտեն, սկզբից գիտեն դա շոտ ոտ է, ինչ որ չեմ պատկերացնում, ինչ եմ պատկերացնում, բայց որ տղամարդա տիացա, որ մեյքափ չի անում, որ չգիտեմ, իրան չի հետևում հիգիենա, ինչ որ sense բաներ, որ շատ տարօրինակ են, ես միշտ ասում եմ, կարա լինի իրան ոնց որ մեյքափ անող, կարա չանող, ոնց որ դա ցուցանիշ չի, էլի, չգիտեմ, շատ խնդրային է, բայց ընդամենը ֆեմինիզմը քանի հնարավորություն կարելի ասեմ, ֆեմինիստները նորմալ ոնց որ բոլորին սիրող մարդիկ են, ընդամենը մեր գաղափարախոսության մեջ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին ենք մենք պայքարում։ Ուտեղ նաեւ տղամարդկանց համարել ենք պայքարում, որտեվ մենք ասում ենք տղամարդուն ղզիկ ասել է, ինչա թե լացումը, դա նորմալ չի, կամ տղամարդը մենակով պարտավոր չի տունը պահի եւ այլն, հա։ Այսինքն, չգիտեմ, տղամարդու գույնի բանը, վարդագույնը, կարմիրը, էսը, այնը, մենք sense բաներն էլ ենք դեմում, մենք մտածում ենք, որ բոլորից համար է այս կարծրատիպերը վտանգավոր ու մեզ նեղող։ Պաստորեն սիրելի տղամարդիկ, եթե դուք մոսիաշում եք, ֆեմինիզմը նաև ծոզա օգուտ, որովհետև ասում չինքինագործրա դու պարտավորս ինձ պահիս, իմ խոխորձ պահիս, այլ ասում են եկ միասին գործանիք պահինք մեր ընդհանուր խոխորձը։ Քանի որ մազի եշողների մասը արցախցիներն ուզում տեսնեմ ձեր կազմակերպությունը հունց է գործրալ արցախցիներին ինչ խնդիրների կառնչվալ եւ ինչ կետեր կավեր խնդիրները տեսալը ու բացահայտալ ու ինչ վիճակում նաեւ հենց Գյումրիի ապրող մեր արցախցի կանայք շատ մերսի հարցի համար նայ Մարիամ ջան մենք 20 թվականից սկսեցինք աշխատել Արցախից բռնի տեղահանված կանանց աղջիկների հետ եւ ընտանիքների մոտավորապես 1400 եւ ավել անձանց հետ ենք աշխատել այդ ընթացքում սկզբից դե 20 թվականին մեզնից անկախ հրատապ աջակցություններ պետք ու կազմակերպությունը վերապրոֆիլավորվեց կարճ ժամանակ ու այդ ժամանակ բնայրային ու բարենային աջակցություն էինք տրամադրում ֆինանսական եւ այլն հետո արդեն երբ արդեն նորից հետ եկանք մեր պրոֆիլավորմանը արդեն կրկին մեր ուղղություններին համապատասխան իրազեկումներ այնտեղ մասնագիտության ուսուցում գործիքների բաշխում որ կարողանան անձինք աշխատեն ստացած մասնագիտություններով թեկուզ տանից հաշվի առնելով երեխա ունենալու չունենալու հանգամանքը եւ այլ կետեր հետո արդեն բիզնես տարբեր հնարավորություններ տվեցինք եւ զարգացման հմտություններ եւ բիզնես ֆինանսավորում բացի դրանից նաեւ քաղաքական ոչ միայն քաղաքական այլ տարբեր ճամբարներ տեղահանված մեր անձանց հետ են կարել ու տարբեր կին քաղաքական գործիչների են կանչե կամ մեկ այլ դեպքում մարդու իրավունքների իրազեկում են կարել մարդու իրավունքների պաշտպանն են կանչե շատ տարբեր հնարավորություն են ընձեռել նույնը կապել ենք այդ աշխատավայրում ներգրավվածության հետ միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչների հետ են կապը պահել ուղղակի եւ խորհրդատվությունները եւ տարբեր թերապիաներ թերապևտիկ աշխատանքներ բնականաբար նաեւ հոգեբանականը չմոռանալով 20 թվականից ի վեր գնահատում ենք իրականացնում կարիքների մինչեւ հիմա ընդամենը մի քանի օր առաջ մեր մյուս հերթական ճամբարներ տեղահանված անձանց հետ մեր եւ շատ իրականում դրական էր այդ ամբողջ մթնոլորտը ու շատ լավ անցավ ու որոշակի հարցերի ստացան պատասխաններ Մեր միտումը նաև է նա, որ տեղահանված անձանց աջակցենք, կլինի դա ենթադրամաշնորհներ տրամադրելու կամ այլ ձևերով աջակցենք ու կամուրջ կապենք, որպեսզի իրան կարողանան քաղաքական օրակարգ բերեն հիմնական տարբեր հարցեր։ Գնահատման ընթացքում պարզադարձել այն ժամանակ այլ էր կարիքները բարենային, հետո վերափոխվեց աշխատանք գտնելու, աշխատաշուկայում ներգրավելու եւ պատերազմական հետ տրավմատիկ իրավիճակը, հուզական վիճակը կարգավորելու համար, որով որ համապատասխան ծառայությունները տրամադրեցինք անհատական ու խմբային թերապիաները հոգեբանական եւ անհատական հիմնական սկզբից դիմելությունը ցածր էր, հետո կամաց արդեն մարդիկ կարողացան բացվել եւ վստահել, որովհետեւ այդտեղ էլ կար կարծրատիպ, հա, որոշակի։ Հետո արդեն բռնության կանխարգելում, որովհետեւ պայմանավորված պատերազմի ու այդ դրանից հետո տրավմատիկ իրավիճակով, ինչպես գիտենք նաև կոവിഡ്ի ընթացքում, այդ արտակարգ իրավիճակներում բռնության ցուցանիշ ավելի բարձրանում է։ Ուղղակի ի տարբերություն պատերազմից հետոյի մոտավորապես 1-2 տարվանից հետո ես դու արդյունքը տեսնում տրավմայի, հա։
Իսկ հիմա հստակ մշտական կարիքը բնակարանային եւ աշխատանքի հիմնախնդիրներն են, դե հուզականը կրկին շարունակում է դեռևս մնալ։ Ես հիշում եմ իմ շարժու կանանցից եղել են, որ ասում են, որ օրինակ աշխատաշուկայում ենթադրենք կա հաստիկ գրածա, ենթադրենք մենեջեր կամ օրինակ վաճառողուհի եւ այլն, իրենք երբ գնացել դիմել են, իրենց միայն մակրության պատասխանատուի հաստիկ են առաջարկել, այդպես մի քանի դեպք ասեցին։ Ուզում եմ ասեմ, այս ոլորտում էլ էլի կարծրատիպեր կան, մի ժամանակ մենք մտածում ենք ինչ անենք, որ ադապտացիան ավելի հարթ գնա եւ հասարակության կողմից կարծրատիպեր կամ չգիտեմ, խտրական վերաբերմունք չլինի, ամենակարևորը խտրականություն չլինի։ Ընդհանրապես մի քանի օր առաջ խոսում էինք կանանց հետ եւ իրենք ասում էին, որ իրականում սրտաբաց են ընդունել, հարևանները շատ լավն են, մարդիկ իրականում էլ խտրական չեն, գուցե ինչ-որ բան արդեն փոփոխվում է կամ փոփոխվել է ու ժամանակի ընթացքում վստահ եմ ավելի կլավացվի, երբ սկսեն ճանաչել մշակույթը փոխել, որովհետև մեր հայրենակիցներն են ու շատ տարբերություն մեկը չի կարող էլի տալ։ Ուղղակի նաև այդ խտրականությունը պայմանավորված է քաղաքականությամբ, հա, վստահ եմ գիտեք, որ տարբեր այդ խոսույթների պատճառով նաև հասարակությունն է դա վերցնում կրկնօրինակում, հա։ Կարինե, շատ խոսելիք կա միշտ այս ոլորտում ու վստահում խոսենք բրծնանչի, բայց քանի որ եթերը պիտի ամփոփենք, ուզում ամփոփիչ մի հատ հարց տանք, հունցս դու պատկերացնում չէ, ոչ թե հունցս պատկերացում, այլ հունց կուզեիր իներ այս ոլորտը կանանց իրավունքները հունցս տեսնում մի 5-10 տարի հետո։ Ես իրականում անուղելի լավատես եմ։ Արդեն հասկացանք։ Եվ ես տեսնում եմ, որ անհնար է վարքագծային փոփոխություն չլինի դեպի դրականը։ Եվ ես տեսնում եմ նոր սերնդի վարքային փոփոխությունը եւս, տեսնում եմ իրազեկումների արդյունքները, ու ես միշտ ասում եմ, որ իրազեկումները ես էլ եմ հոգնել, մարդիկ էլ հաստատ հոգնած կլինեն, բայց հետո որ մեր բազաներով տեսնում էի տարբերությունը իրազեկումից հետո դիմելույթությունը ու մի խոսքով այդ տարբերությունն ու արդյունքները, ես վստահորեն կարող եմ ասել, վարքագծային փոփոխությունը ինչով որ բոլոր կազմակերպությունները նպատակադրված գնում են, վստահ եմ կտեսնենք։ Չեմ ասում, թե իդեալական կստացվի, բայց դեռ աշխատելու տեղ կլինի միշտ կա, բայց որ կլավացվի, ես վստահ եմ, ունեմ ներքին վստահություն, իհարկե հարկադիր նաև փորձեր են արվում դրան խոչընդոտել, բայց կարծես թե գնալով հաղթահարվում է նաև նկատում եմ։ Նաև կուզեմ, որ մոտակա այս 5-10 տարվա ընթացքում եւ հետագայում միշտ կան ու առհասարակ մարդիկ, որոնք բռնության մեջ են, հա, տարբեր հիմնախնդիրներ են ունենում, ես կուզեի, որ իրենք արդեն գիտակցեն նախ իրազեկվածությունը այնքան բարձր լինի ու գիտակցեն, որ իրենք մենակ չեն ու իրանք պաշտպանված են ցանկացած պարագայում եւ կան կառույցներ, կան անհատներ, անձինք, որոնք միշտ կողքին կկանգնեն ու կուզեմ, որ անպայման հասարակությունը գիտակցի, որ լռությունը դա պաշտպանություն չի, լռությունը դա ուրիշի ընտանիքը պահելը չի, այլ հակառակը բռնությունը արմատականացնելն է, նպաստելն է հանցագործության աճին։ Հետևաբար ամոթ չի օգնության դիմելը եւ այս դեպքում հատկապես լավ կլինի, որ մարդիկ այնքան իրազեկ լինեն, որ արդեն իրենց պաշտպանեն ու անգամ մեր նման կազմակերպությունների կարիքը չունենան։ Կարինե, շատ հաճելի է լաքիզնից սոր շփվել, շատ լուսավոր, շատ պայծառ մարդս ու գտնում վերստիժեր թեմոցան, հատկապես քիզ նման անուղելի լավատեսները պիտի խոսին ու գործին, որտեվ դա սովորաբար ավելի լավ արդյունքներ այնում, քան վերջի հայնացածի խոսում ենք, խեն մզնեցտի վերաբերում, խեա մեր վիճակստի, քեզ շնորհակալություն ու հաջողություններ քու ոլորտում։ Ես շատ ուրախ եմ վերտո հենց Գյումրիում ասում, աշխատում ես, ապրում ես դեղ, որովհետև ինչքան էլ Երևանը քաղաքակիրթ ու զարգացած է, մուք մոռանում ենք վեր կան մարզեր ու հեռավոր գյուղեր, շտեղ խնդիրները շատ են, ու այդ խնդիրները հենց դեղ էլ պիտի լուծվին։ Շնորհակալություն հայտնի։ Դու էլ տավուշումս հարցը լուծում, так что շնորհակալություն աղջիկներ երկուսիդ։ Ձեզ էլ աղջիկներ ջան, շատ շնորհակալություն, շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունը լինում է, ու մարդիկ սենց էլ են իրականում լսում տարբեր կարծիքներ, գուցե հետո մտածում եւ շատ ուրախ եմ, որ դուք կաք ապրեք շատ։ Ես իհարկե ուզել չում մեր դիտողների մեջ լինի մարդիկ վերասին, ես փաստորեն ես էլ բռնության ենթարկվում, բայց ամեն դեպքում մտածեցեք, գուցե մենք էլ ենք բռնության ենթարկվում ու գիտում չեք այդ մասին։
Փորձեցի կինիկ մաքսիմալ երջանիկ այս տիժե ժամանակաշրջաներում, որովհետև եթե հիշում եք, մեր հետ ենք ապրում ու չարժե ապրած բռնության մեջ։ Այդ անկախության ժպիտը ձեռք բերինք։ Հա։ Եվ դուք մենակ չեք։